հնդիկ մի սուրբ կա, որ կոչվում էր Սատու Սունտար Սիք։ Սիքերը դրանք հայտնի ճգնավորներ էին։ Այս Սատու Սունտար Սիքը ուսումնասիրել է արևելյան բոլոր կրոնները։ Բուդդայականություն, կրիշնայականություն, մահմեդականություն, բոլոր գեղեցիկ լավ խոսքեր են, աստվածաբանություններ են, բայց ինչ չէր գտնում ինքը։ Չէր գտնում հոգու խաղաղություն ու երանություն, երջանկություն, ուրախություն չէր գտնում այդ բոլորի մեջ։ Ինքը սիք էր, սիքը նշանակում է ծայրագույն ճգնավոր։ Եվ ինքն էլ շրջում է այդպես իր նման լամաների, սիքերի մեջ։ Մի լամայի է տեսնում, լամա նշանակում է լուրջ ճգնավոր, որ 30 տարի նստած էր քարանձավում եւ այդ քարանձավի դուռն էլ փակել էին եւ ինքը մի կտոր բրինձով էր կերակրվում։ Ու 30 տարի մթության մեջ նստելով կուրացել էր։ Եվ Սատու Սունտարը գնում է այդ լամայի հետ զրուցելու եւ հարցնում է, ասում է, 30 տարի ճգնում ես այստեղ եւ կուրացել ես, բայց հոգուտ աչքերը բացվել են, ճշմարտությունը գտել ես, դու հասել ես, տեսեք ինչ տարօրինակ բաներ է պատասխանում այս 30 տարվա ճգնավորը։ Չգիտեմ գտել եմ թե չէ, չգիտեմ հասել եմ թե չէ, միգուցե հետագա կյանքում, երբ որ վերամանավորվեմ, ռեինկարնացիա լինի, այն ժամանակ նոր փուլերի, նոր շրջափուլերի մեջ կգտնեմ այս տարօրինակ բաներ ասում։ Այսինքն ինքը չգիտի գտել է, հասել է թե չէ, հետո կհասնի թե չի, այսինքն ինքը լուրջ զողողությունների է գնում, ճգնավոր է, բայց ճշմարտությունը դեռ չի ճանաչել։ Բայց աստվածային իմաստություն դեռ չի ձեռք բերել։ Դրա համար է մեր Տերն ասում, որ ես եմ ճանապարհը, սկիզբը, ճշմարտությունը, ուժը, կարողությունը, զորությունը եւ կյանքը, փրկությունը, ավարտը, ես եմ սկիզբը, ընթացքը եւ ավարտը, ով ինձնով գնա կփրկվի։ Ուրեմն եթե մենք անկեղծ սրտով փնտրենք գտնենք եւ որևէ մեկ աշխարհում փնտրի Քրիստոսին պետք է գտնի։ Ճշմարիտ ուղղադավան հավատքով պետք է առաջնորդվի եւ կհասնի փրկության։ Ամեն։